Քրիստոսի խաղաղություն եւ անտորությունը ցեզի հետ սիրելի բարեկամներ։ Ամենքս ալ գիտենք, որ ստեղծագործությունը դեղի ունեցած է աշխարհի սկիզբը եւ Աստված գսե Սուրբ Գիրքը ստեղծեց մարդ արարածը եւ իր մեջը փչեց իր հոգին եւ իրեն գերբարին վրա շինեց մարդը եւ ադիգա գոչվեցավ Ադամ։ Ադամ եւ Եվայի պատմությունը պիտի չպատմեմ ցեզի։ Այսօրվա մեր նյութը ավելի պիտի կենտրոնանա ընտանիքի մասին եւ հովիվը, բարի հովիվը, որ ավետարանը Քրիստոսը պատմեց իր առաքյալներուն եւ ժողովրդին, որ այս ժամանակ իրեն հետ գաբրեին եւ իրեն հետ գբդեին, ճիշտ այս երկրի մեջ ինչպես որ գտեսնեք Երուսաղեմի այս գեղեցիկ դեսարանին, որ ժամանակին Քրիստոսի բնակարանը եղած է եւ Քրիստոսի շրջակայքի մթնոլորտը։ Ուրեմն որբեսի բարի հովիվը ճանչնանք եւ ընտանիքին իմաստը ավելի լավ յուրացնենք մեր կյանքի մեջ, լավ է որ տեսնենք նաեւ Ադամ եւ Եվայի պատմությունը։ Աստված ստեղծեց արարածը, որ գոչեց մարդ արարածը եւ Ադամ անունով։ Եվ սակայն գսե Սուրբ Գիրքը առանցին տեսնելով գտած անոր վրա եւ իրեն դվավ Եվան։ Եվ այսպեսով ընտանիքը հիմնեց Աստված։ Անոր համար ավետարանի մեջ երբ փարիսեցիները մոտեցան Հիսուսի եւ ասին. Մովսեսի օրենքին համաձայն գրված է մեզի, որ մարդ կրնա իր ամուսինը կամ իր կինը արձակել, այսինքն դիվորսել։ Արդյոք տունալ իրեն պես հրաման պիտի դաս մեզի, եւ ինքը գսե սկիզբեն Աստված, Հայր Աստված ստեղծեց այդ մարդը եւ կինը, եւ ինչ որ Աստված գաբեց, մարդը իրավունք չունի զայն բաժնել։ Նորեն ամուսնալուծումի մասին չէ որ պիտի խոսիմ այսօր իմ խոսակցությունս ընտանիքն է եւ ուշադրությամբ հետևեցեք թե ինչ կուզեմ ասել այսօրվա այս մեր զրույցի մեջ ընտանիքը առնել եւ անոր բարի հովիվը մինչեւ հիմա ավետարանի մեջ ջանցված է որպես վարդապետը եպիսկոպոսը կաթողիկոսը պապը եւ այլն բարի հովիվը որ իր ոչխարներուն գնայի եւ գսե Քրիստոսը ճշմարիտ հովիվը իր ոչխարները իրենց անունով գճանչնա եւ իրենց զինքը լավ գճանչնա բայց ինչ գապ ունի ընտանիքին ընտանիքը իր գազմվածքի մեջ նաեւ ունի իրեն հովիվը հայրն ու մայրն է եւ հայրն ու մայրը իրենց ոչխարները, իրենց զավակները, իրենց անունով գոչեն եւ այս ոչխարները գճանչնան ճշմարիտ հովիվը ով է հայրը կամ մայրը կամ երկուքը միասին անոր համար եթե նշмар եք երբեմն կբադահի եւ կյանքի ասենք շրջանն է կամ կյանքին օրենքն է Գբադահի որ երկուքը մեկը ավելի գանուղ կամ վախահաս մահով գեհրանա անտիաշխար գերտա եւ կամ գինը կամ ամուսինը յետ գամոստանան դեսեք այդ երեխաները որ ունեցած են իրենց հայրը կամ մայրը որ մեկնած է այս աշխարհի տվի համտենականություն եթե ամուսնանալու լա ովևէ մեկը ասոնցմե այս զավակները չեն ճանչնար նորը որպես ճշմարիտ հովիվը այլ որպես մարդկային փող հարաբերություն կարող է որ սիրեն զինքը կարող է որ հարգեն զինքը բայց հայրը չէ կամ մայրը չէ ուրեմն բայց այդ նույնն ազիս չէ հետաքրքրել որքան որ հայրն ու մայրը իրենց զավակներուն հետ ինչպես պետք են ըլլալ հովիվ եւ հովիվի պատմությունը ավետարանի մեջ որ Քրիստոսը պատմեց այդ ծևով կներկայացնի ճշմարիտ հովիվը իրեն ոչխարներու դեր կտառնա գխնամե գգերագրե սնունդ գուտա իրենց բահագություն գնա իրեն
տուրը գպանա եւ տնեն ներս գմտնե ոչ թե քողի բես ուրիշ տրներեն գսե որովհետեւ ճշմարիտ հովիվը ինքը իր ոչխարները գճաշնան եւ երբ որ տուրը գպանա իրեն յետևեն գկալեն եւ ամեն մեկուն հետ կարող է խոսիլ մեկ եւ ասե ընտանիքի մեջ Ծնողները երբ իրենց զավակները գարնեն եւ գարաշնորհտեն, բայց ուր պիտի առաջնորդեն։ Հոսե ամենեն հետաքրքրական մասը այսօրվա։ Ուր պիտի առաջնորդեն։ Մեր էական ճշմարիտ գոչումը ծնողներուն որբեսի բարի հովիվ կամ բարի հովիվներ պետք են առաջնորդել իրենց զավակները դեպի Քրիստոս դեպի Աստված։ Դերևս քրիստոնեական վայել չպիտի լա հավանաբար ad ինչ որ ես պիտի արտահայտեմ հիմա նույնիսկ եթե քրիստոնյա չլան որպես ծնողներ գոչված են առաջնորդելու իրենց զավակները առ Աստված եւ մեծամասնությունը այս դիեզերքին ամբողջ 80-90% գճանշնա Աստված հայր։ Ուրեմն հովիվը, որ գճանշնա իրեն ոչխարները, ծնողները, որ գճանշնան իրեն զավակները, բարդականություն ունին ադոնց հանդեպ խնամելու, գերագրելու, առաջնորդելու, բահբանություն անելու, որովհետև դեռ երդասարդ են, տերադի են, վտանգներու դիմաց կարող է որ շուտ գինան եւ ծնողները որ բերին աշխարհ այս ոչխարները բարդականություն ունին իրենց հոգալու եւ հոսե դարձյալ հարցը էական մեր կյանքի մեջ, մեր ընկերության մեջ մենք որպես հայ ժողովուրդ ինչպես ցեզի ասած եմ եւ գրգին ու գրգին գգրգնեմ Ես իմ առաքելությունս եղած է որպես հայուն։ Հետևաբար եթե հայ պարը գործածեմ չի նշանակեր, որ հայրենասիրություն ցեզի պիտի կարոզեմ։ Այլ բարձրապես սրդես բխած իմ հայ զավակիս, իմ հայ եղբորս, քրոջս, ընտանիքիս, հարազատիս է որ գուզեմ լավակույնը դրամատրել։ Եվ ինչ որ գսեմ հիմնված է Քիրքին վրա, Քրիստոսի խոսքին վրա, չեմ հնարեր խապուսիկ, դեսարամը, կամ խոսքմը, կամ կաղապարախոստյումը, որ ցեզ գրնա կահավիժ դանիլ տեպի ավերակ։ Անոր համար գշրած իմ խոսքերս գսեմ թե բարդականությունը ծնողներուն իրենց զավակները տեպի Աստված առաջնորդել։ Հոն է, որ իրենք նույնիսկ եթե վաղահաս մահով հերանան իրենց զավակներեն, գիտեմ, որ անտոր դեղ մտրած են։ Եվ այդ ինչ որ մարդիկը պիտի չկարողանան դալ, հոն Աստված իրենց կուտա, որտև իրեն հանձնված են։ Ինչ կեցիկ պատմություններ են, շատ անգամ ձերունիներու կհանդիպիմ եւ ինձի կպատմեն։ Երբ առաջին երեխաս ունեցա, արի զինքը ու գնացի դեպի եկեղեցի եւ Աստվածամոր ավակ խորանին դիմաց Աստվածամորսի ասիկա քու զավակը թե դեր եղիր իրեն։ Ինչ հավատք այսօր չունիք։ Այսօր մեր երդասարդ զույգերը ավելի ուրախ գլան իրենց առաջին զավակը ունենալու առիթով, երբ գուզեն իրենց բարեկամները, իրենց հարազատները հրավիրեն, գտանին կազինո, գտանին ռեստորան, գտանին դեղը, որ հաճելի է բարեն, խմենք եւ լավ մյուզիկի մտի գնեն։ Չի գա։ Եվ ադոր համար է, որ այսօր մեր հասարակության մեջ ավելի հարց ունենք, ավելի մտահոգություն ունենք, քան թե անցյալին։ Պիտի ասեք, որ այո, այս մարտաբերնալ մազերը ջերմեկցուցերը արդեն սկսավ ձեռուկներու վես խոսիլ մեզի։ Դերևս, բայց հավատացեք, սերլի երդասարտներ, որ նոր գազմած լակտուկ ծեր ընտանիքը, չի գա մեկը,
այնքան հարազատ, որքան Աստված ձեզի հետ։ Ոչ իսկ ձեր ծնողները, որ իրենց գարքին բարի հովիվներն են, որոնք առաջնորդեցին ձեզ, մինչև որ դուք եղաք հովիվներ եւ գազմեցիք ձեր բույնը, ձեր ընտանիքը, որովհետեւ ձեր ոչխարներուն դեր դառնաք։ Եվ հոսալ ուրիշ հարցը զիս մտահոգող եւ ազգային կերպով, եթե պիտի մտածեմ եւ խոսին դարձյալ հարցն է եւ ծանր հարցը։ Այսօրվա մեր զույգերը, մեր ընտանիքները ոչխար չունին, չեն ուզեր հոգնել, չեն ուզեր զավակ ունենալ։ Եթե երկու հատ ունին, երրորդը անպայման վիժումի պետք են ենթարկել, պետք չունին երրորդիմը։ Կյանքը սուղ է, բայց հաշիվ չեն կներ, հաճույքները շատ ավելի սուղ են, բայց ադիգան մեր անձնական իրավունքն է, ուստի պետք է մենք մեզի նայել։ Բարի հովիվը իր կյանքը գուտա իր ոչխարներուն, հաշիվ չներ, օդարն է միայն, որ երբ որ քայլը կհարցակի իրեն ոչխարներուն վրա, գցիկե հոդը, գցիկե ոչխարները եւ կպաղճի, որտեւ դերը չէ, արդյոք դուք, որ այսօր նոր ընտանիք կազմած եք, դերն եք ձեր այս ոչխարներուն, դերն եք ձեր այս կյանքին, այս ընտանիքին, թե արած եք այս կյանքը, այս ընտանիքը, որպես ժամանցի վայրը, բանտոգը։ Այսօր այս յետադարձ քայլը պետք է առնել։ Այսօր համար է, որ այս հանդիպումները, այս զրույցները, այս խոսակցությունները, այս գաղափարախոսությունները ցեզի գդրամատրեմ, որպեսզի ժամանակ ունենաք, վերադառնաք, նույնիսկ անհատական կերպով, լավ հովիվ լալու համար, ուրիշ հովիվի հետ գկալե եւ գերտա արդերում մեջ եւ գտեսնե իրեն ոչխարները ինչպես գկալեն, ուր գերտան, ինչ գուտեն եւ գհսկե իրենց վրա եւ գսորվի։ Մենք ալ երդասարդ զույգեր վերադառնանք մեր ուսումնարանը, որը ավետարանը, ժամանակ ունեցեք, ունիք ժամանակ։ Չիգա մարդ արարածը, որ 5 վայրկյան չունենա օրվա ընթացքին, որ այս սուրբ գիրքը առնե ու ոևէ էջ մը բանա եւ գարտա եւ արդեն պիտի տեսնե եւ պիտի լսե Քրիստոսի ցայնը, խոսքը եւ հիմա որ այս քրեցիկ տեսարանները գտեսնեք ձեր դիմաց այս երկրի այս հողի վրա Քրիստոս քալեց եւ հոս սորվեցուց։ Եվ ինչ որ սորվեցուց այս հողին վրա այսօր մենք հերադեսելի թյուրությամբ կարող ենք ցեզի բերել ամբողջ հողամասը, որ տեսնեք Քրիստոսը եւ Քրիստոսի խոսքերը մտի գնելով բարի հովիվ։ Որքան բարություն պիտի ձորի այս մարդեն, որ կարողանա հասկանալ այդ լավ գոմերը, այդ լավությունը հովիվի։ Ունի իր մեջը հեզությունը, խոնարհությունը, բարձությունը, ունի անձնականությունը, անձննվիրումը, ինչեր չկա, որքան հարուստ է այս հովիվը, որ մենք գտեսնենք անասուններու ետև քալող։ Երևակայեցեք բարի հովիվը մարդոց հետ ապրող։ Այս հատկություններով մարդը անգարելի է, որ չսիրվի, չհարգվի, չփնտրվի։ Եվ այս է ինչ որ գուզեմ իմ հայ ժողովրդիս երդասարդ զույգերեն, որտեղ մեր հայրեր ու մայրերը անգեղծ լալու համար հին սերուն, ինչ որ ուզեք ասեք, հին սերուն ճիշտ է, բայց այդ հին սերունդի մեջ այս խոնարհությունը, այս բարձրությունը, այս անձնականությունը եւ վեհանցնությունը եւ անձնվիրումը շատ ավելի հարուստ է։ Բայց այդ չնշանակեր, որ այսօրվա երդասարտությունը չունի, չէ ունի, բայց երբեմն պետք է ընդունել ինձ մե, որ շոկիացած մեկ գերբարանք ունի, բայց իրականության մեջ
ներսը քոյություն ունի ծեր սրդի մեջ, կպավե քիչ մկրել այդ մորտը եւ անմիջապես արդեն գարտնա այս զգացմունքը եւ գտարնակ դուք ալ ծեր գարկին այդ բարի հովիվները, որտեւ աներավություն պիտի լար իմ գոմես, եթե ասեմ որ չունի։ Ունի, բայց երազը այն է, որ ամենքս լանք եւ այդ ամենքս շատ հեշտ է, եթե Քրիստոսի մեջ մեր ցերկը տնենք իրեն ցերկի մեջ եւ Քրիստոսի հետ գալելով, ես վստահ եմ, որ ոչ մեկը մեզ մեկ պիտի սխալի։ Նույնիսկ եթե պիտի ինա այդ անգումը անգարելի է, որ զինքը դատաբարդե մահվան կամ ովևէ ուրիշ վտանգի։ Ես վստահ եմ, եւ կացեք, լսեցեք, տեսեք, կացեք ուրիշ երկիրներ, գտեսնեք հրաշքները Աստուծո մարդոց կյանքի մեջ։ Եվ դեռևս պետքություն չունիք նույնիսկ ծեր դունեն դուրս գալու, որտեղ հրաշքը արդեն ինքնին ծեր դամ մեջ կործված է եւ քանի անգամ ով գիտե։ Սիրելի բարեկամներ, այսօրվա այս տետև շատ ծանր աստվածապարական նույն չխոսեցա, այլ մեկ գետ մենը իրականության մեջ, մեր հայ ընտանիքի մեջ, մեր հայ քրիստոնյա ընտանիքի մեջ, ունենանք այդ բարի հովիվ, կամ բարի հովիվները, ծնողները, որբեսի մեր ավական, որբես ազգ հայ, որբես ժողովուրդ քրիստոնյա, ունենանք այդ հավասարակշռությունը, այդ ինքնապաշտպանությունը, որ պետքություն չունենա զենքի, այլ անձը քալելով իր ճանապարհին, արդեն ովևէ ազգե մեկը, որ զինքը տեսնե, միմիայն հարկանքի գարժանանա։ Եվ ինչու միայն հարկանքի գարժանանա, որովհետև ունի ճշմարիտ պատկերը բարի հովիվի։ Այս է բարի հովիվը, որ Քրիստոս դվավ մեզի։ Ճիշտ է եւ գուզեմ ավելցնել նաեւ միմյան ընտանիքի մասին չէ, այլ ընտանիքի մաս կգազմե նաեւ հոգևոր մարդը։ Հոգևորականը մաս կգազմե ամեն մեկ ընտանիքի եւ ինքն էլ գարկին նաեւ այդ բարի հովիվն է, որ գսիրե իրեն զավակները եւ գայցելե եւ գխնամե եւ գհոգա եւ գպաշտպանե եւ գծածկե նաեւ adons թերությունները եւ այսպեսով գիրականանա այդ խոսքը, որ Քրիստոսը ասավ, ամեն մեկը, որ ինձի կհավատա, իր խաչը ուսին պիտի տնե եւ ինձի պիտի հետևի։ Այն, որ ամեն ինչ գուզե այս աշխարհի մեջ ունենալ, պիտի գործընծնե հավիտենական կյանքը։ Եվ այն, որ ինքզինքը գորանա ինձի համար, ինքը ամեն ինչ պիտի գտնե, եւ ավելիով պիտի գտնե, եւ այս աշխարհի մեջ, եւ հավիտենական կյանքի մեջ։ Ահա վասիկ այսօրվա իմ մաղթանքս ցեզի, որպես հայ ընտանիք, բարի հովիվը դիտեք այս անգամ այս տեսանկյունեն, բարի հովիվը ծնողներու պատկերի մեջ, եւ ոչխարները, քանի որ ընտանիքի մասին է, ոչխարները գիտեն եւ գճանչնան հովիվին ցայնը, եւ անոր յետևեն գերտան, հետեւաբար բարդականություն մնալ զավակներուն, որ իրենց ծնողներու յետևեն եւ իրենց խրատներու յետևեն քալեն, որտեղ իրենք են ճշմարիտները եւ անգարելի է որ ցեզի խրատ մտան, որ ցեզի վնասե։ Շատ անգամ կբադահի ընտանիքի մեջ զավակները նոր սերունդ եւ այս նոր սերունդը ուրիշ դեսություններ ունի, որ անցյալին մեր ընկերության, մեր հասարակության մեջ գոյություն չունեին, ընդունելի։ Բայց կգարձեն, թե եթե չմասնակցին, եթե չերտան, եթե մաս չգազմեն այդ ընկերության, իրենք դուրս պիտի տրվին։ Եվ եթե ծնողները ոչ ասեն այս կամ այն բաժարապարությամբ, կգարձեն, որ զրկանք մնե կամ պատիժ։ Չէ սիրելի զավակներս։ Ծնողները երբ որ ցեզ սիրո մեջ բերին եւ սիրո մեջ ապրեցուցին, վստահ եղեք, որ այս արգելքները որ գտնեն բարձրապես ապահովության,
բահագություն մնե, բարի հովիվը, որ գբահե և գբահբանե իրեն ոչխարները, հետևաբար ծեր բարդագանությունը գմնա հետևիլ այդ ցայնին, որտև ճշմարիտ ցայնն է հովիվին։ Եվ այս ձևով գպագեմ այսօրվա իմ խոսակցությունը ցեզի հետ, հուսալով եւ աղոթելով եւ խնդրելով Հոր Աստծո, որ մեր հայ ընտանիքի մեջ տնե այս անտորությունը, այս խաղաղությունը, այս բարձրությունը, երջանկությունը, որ հոգեգան ավելի է, քան թե ֆիզիկականը կամ ընկերայինը, եւ այդ է որ կմնա, իսկ մնացածները ժամանակավոր են եւ առիթներու կապված են, գերտան կմասնակցին կուրախանանք եւ դուրս կուկանք արդեն ամեն ինչ մորցած են, մինչդեռ ներքին ուրախությունը ընտանիքի անդամը լալով եւ հետը միասին ապրելով, ադիգա է ճշմարիտ եւ մնայուն ուրախությունը, եւ այդ ուրախությունը ցեզի կմաղթե։ Քրիստոսի խաղաղությունը եւ անտորությունը ցեզի հետ, սիրելի բարեկամներ։